Թուրքը կարողացավ փաստորեն մեզ բանտարկի ու այս մեր բանտի պետին էլ նշանակի իր ծանոթին, որ եթե հանկարծ խռովություն լինի, ապստամբություն բանտում, ավտոմատներով նայողները վերևից կրակեն կամ չթողեն, որ մենք խռովություն անենք, անկախություն ուզենք ամբոստանանք, բայց քանի բանտի պետը իրա դրած մարդն է, մեր համար պարզ է դժվար է լինելու, բայց մենք պետքա մեր մեջ ուժ գտնենք դա անելու, որտեվ եթե մենք դա չենք անում, դա նշանակում է մենք մնում ենք ցմահ բանտարկված կամ ինչ-որ մի պահի, ոնց որ գերմանական աշխատանքային գաղութներում ա եղել են լուծված բանտարկյալներին արդեն SS-ականները հեռացրել են ու գնդակահարել են կամ թունավորել են ու այդպես սպանել են։ Հիմա մենք երկու ճար ունենք ազգովի, կամ ցեղասպանություն, կամ փրկություն։ Շատ երկար մտածել պետք չի, որ մեզ ձեռնտու է փրկությունը։ Եթե մենք իհարկե ինքնագիտակցություն ունենք, եթե արդեն կորցրել ենք, ուրեմն կգնանք դեպի ցեղասպանություն, որտեղ մտածելու իր ունակությունը, երբ որ կորում է, արդեն էլ ոչինչ հնարավոր չի ցավոք անել։ Բայց ես վստահ եմ, որ մենք ունենք մտածելու կարողություն, ուղղակի նա ժամանակավորապես այսպես թուլացել է, անջատվել է, բայց մենք պետք է դա մեր ներսից նորից գտնենք, մեր պոտենցիալը ու նորից սկսենք պայքարել։ Պայքարը այնպիսի բան է, որ հիասթափվելն էլ սխալ է, այսինքն պարտությունները պայքարի մի մաս է կազմում, ոնց որ սպորտի մեջ դու հնարավոր է մի քանի ասենք մարդ պարտվես, բայց հետո նոկաուտ անես եւ հակառակը, այսինքն դա մի մաս է կազմում եւ սպորտի, եւ կյանքի, եւ քաղաքականության, այնպես որ ես ցանկանում եմ, որ մենք նորից պայքարենք այս տարի 25 թվականին, քանի որ Նիկոլը նորից ուզում է ըստ երևույթի այս տարի մեծ արմատներ գցի, Գյումրին ցույց տվեց, որ այնտեղ էլ նա չի հրաժարվում անգամ քաղաքներից, երբ չի Երևանը զավթել է, Իջևանից եկել է, հիմա էլ քաղաքները անընդհատ աչք ունի, այնպես որ մենք պետք է ուշադիր լինենք ու շարունակենք։